Թուղթ Եբրայեցիներին 11 Նախնիների օրինակելի հավատը Ինչ է հավատը, եթե ոչ հուսացված բաների հաստատումը և ապացույցն այն բաների, որոնք չեն երևում, քանզի նախնիկ հավատով վկայություն ընդունեցին։ Հավատով ենք իմանում, որ աշխարհներն ստեղծվել են Աստծու խոսքով, անտեսանելի բաներից տեսանելիներ դառնալով։ Հավատով էր, որ Աբելը Աստծուն ավելի լավ զոհ մատուցեց, քան Կայենը, որով էլ վկայություն ստացավ, որ արդար է, քանի որ նրա մատուցած զոհերի համար տրվեց նրան վկայություն Աստծուց։ Նա, թեպետև հավատով մեռավ, սակայն խոսում է դեռ։ Հավատով Ենոքը փոխադրվեց երկինք, որպեսզի մահ չճաշակի, և նա ոչ մի տեղ չգտնվեց, քանի որ Աստված նրան տարել էր, և նախքան իր տարվելը նրան վկայություն էր տրվել, որ ինքը հաճելի էր Աստծուն։ Բայց առանց հավատի անհնար է հաճելի լինել Աստծուն, քանի որ նա, ով մոտենում է Աստծուն, պետք է հավատա, որ Աստված կա և վարձահատույց է լինում նրանց, ովքեր փնտրում են իրեն։ Հավատով է, որ Նոյը պատգամ ստանալով դեռևս անտեսանելի բաների մասին, վախից բռնված իր ընտանիքի փրկության համար տապանը պատրաստեց, որով և դատապարտեց աշխարհը և ժառանգորդ եղավ այն արդարության, որ հավատից է։ Հավատով է, որ Աբրահամը, երբ կանչվեց, հնազանդվեց և գնաց այն տեղը, որն ստանալու էր որպես ժառանգություն, ելավ գնաց և չգիտեր ուր էր գնում։ Հավատով նա պանդուխտ դարձավ ավետյաց երկրում, ինչպես օտարության մեջ, վրանների տակ բնակվեց Իսահակի և Հակոբի հետ միասին, որոնք ժառանգակից էին նույն խոստման, քանզի սպասում էր հիմքերով հաստատված քաղաքին, որի ճարտարապետը և արարիչը Աստված է։ Հավատով ինքը Սառան էլ, որ ամուր էր, որդեծնության սերմն ստանալու զորությունը ունեցավ և ծնեց առաջացած տարիքում, քանի որ հավատարիմ համարեց նրան, ով խոստացավ այդ բանը։ Ուստի մեկից, այն էլ տարիքն առած մի մարդուց, ծնվեցին սերունդներ այնքան շատ, որքան երկնքի աստղերը և անթիվ անհամար ավազը ծովի ափին։ Հավատի մեջ մեռան սրանք բոլորը, և դեռևս խոստումները չստացած, բայց հեռվից տեսան այդ խոստումները և ցնծացին ու խոստովանեցին, թե իրենք օտար և պանդուխտ են երկրի վրա։ Բոլոր նրանք, որ այսպիսի բաներ են խոսում, հայտնի են անում, թե մի հայրենի երկիր են փնտրում, քանզի եթե հիշեն այն երկիրը, որտեղից իրենք ելան, ժամանակ ունեին նորից դառնալու այնտեղ։ Հիրավի, մի ավելի լավ տեղ են տենչում, այսինքն երկնավոր մի վայր, ահա թե ինչու Աստված ամոթ չի համարում նրանց Աստվածը կոչվել, քանի որ քաղաք պատրաստեց նրանց համար։ Հավատով է, որ Աբրահամը իր փորձության մեջ Իսահակին որպես զոհ մատուցեց, և նա, ով խոստումն էր ընդունել, մի միամորիկ որդուն էր որպես զոհ մատուցում։ Աբրահամին ասված էր, թե Իսահակով քեզ սերունդ պիտի տրվի։ Աբրահամը իր մտքում մտածեց, թե Աստված կարող է մեռելներից էլ հարություն տալ Իսահակին, ուստի և որպես նախօրինակ այդ բանի, նա հետ ստացավ իր որդուն։ Հավատով Իսահակը օրհնեց Հակոբին և Եսավին գալիք բաների հույսով։ Հավատով օրհնեց Հակոբը իր մեռնելու ժամանակ Հովսեփի որդիներից ամեն մեկին և երկրպագեց Աստծուն իր գավազանի ծայրին հենված։ Հավատով հիշեց Հովսեփը իր կյանքի վախճանին իսրայելացիների ելքը և իր ոսկորների վերաբերյալ պատվեր տվեց։ Հավատով է, որ երբ Մովսեսին ծնեցին, նրա ծնողները 3 ամիս թաքցրին նրան, քանզի տեսան,
կայտառ մանկանը և չվախեցան թագավորի հրամանից։ Հավատով է, որ Մովսեսը, երբ մեծացավ, մերժեց փարավոնի դստեր որդի կոչվել, նախ ընտրեց չարչարվել Աստծու ժողովրդի հետ, քան միաժամանակ մեղապարտ հաճույքներ վայելել, կարևոր համարեց Քրիստոսի կրած նախատինքները, քան Եգիպտոսի գանձերի առատությունը, որովհետև աչքերը հառած վարձատրության էր սպասում։ Հավատով թողեց Եգիպտոսը և չէր վախենում թագավորի ցասումից, քանզի համբերեց, որպես թե անտեսանելին էր տեսնում։ Հավատով կատարեց զատիկը և արյան շաղ տալը, որպեսզի անդրանիկներին սպանողը չմոտենա նրանց։ Հավատով անցան նրանք կարմիր ծովով, որպես թե ցամաք երկիր լիներ, մինչ եգիպտացիները նույնը փորձելով խեղդվեցին։ Հավատով ընկան Երիքովի պարիսպները, երբ նրանք 7 օր շրջեցին նրանց շուրջը։ Հավատով է, որ անհավատների հետ կորստյան չմատնվեց պոռնիկ Ռախաբը, որ խաղաղությամբ ընդունել էր լրտեսներին։ Եվ արդ, դեռ ինչ ասեմ, քանի որ ժամանակը բավական չէր լինի պատմելու Գեդեոնի, Բարակի, Սամսոնի, Հեփթայելի, Դավթի և Սամուելի ու մյուս մարգարեների մասին, որոնք հավատով պարտության մատնեցին թագավորություններ, գործեցին արդարություն, հասան խոստմանը, փակեցին առյուծների բերաններ, հանգցրին կրակի զորությունը, փրկվեցին սրի բերանից, զորացան տկարությունից, հետո կտրիչներ եղան պատերազմի մեջ, հաղթեցին օտար բանակների, կանայք հարության միջոցով վերստացան իրենց մեռելներին, ուրիշներ չարչարանքի ենթարկվեցին, մերժելով ազատություն ձեռք բերել, որպեսզի հասնեն լավագույն հարության, և ուրիշներ ենթարկվեցին տանջանքների և կանահարությունների, կապանքների և բանտերի, կարկոցվեցին, սղոցվեցին, փորձության ենթարկվեցին, սրով սպանվելով մեռան, թափառեցին ոչխարների և այծերի մորթիներով ծածկված, ապրեցին կարիքի մեջ, նեղության մեջ, չարչարանքների մեջ, մարդիկ, որոնց այս աշխարհը արժանի չէ, մոլորված անապատում, լեռներում, քարայրներում և երկրի խորշերում, և սրանք ամենքը հավատի մեջ վկայված լինելով հանդերձ, չընդունեցին խոստումը։ Աստված մեզ համար ավելի լավն էր նախատեսել, որպեսզի առանց մեզ դրանք չկատարվեն։